Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հետագայել լուրերն են։ Զորավար Անտրանիկի մինչ այժմ անհայտ անձնական հրաքիրը հրապարակված է։ Իսրայելի հարվածը Լիբանանի մեջ։ ԱՄՆ զգալիորեն սպառած է հեռահար հրթիռներու վաշարները։ Անին մեր պատմական հիշողության կարևոր մասն է։ Խանջյանի անլրելի զանգակատունի էսքիզները ներկայացված են Կոմիտասի թանգարան հիմնարկին մեջ։ Պետք է փաստագրել Շուշիի մեջ կատարված մշակութային ավերածությունները, Աշոտ Հարությունյան։ Բաքվի պատմագեղձարարները կփորձեն խեղաթյուրել հայկական մշակութային ժառանգությունը։ Հացը ինքնության պահպանման խորհրդանիշ։ 2026 թվականին առաջին անգամ հանրության ներկայացված է Զորավար Անտրանիկի 1927 թվականի հունիս 16-ով թվակրված անձնական հրաքիրը, որ կպահպանվի անոր Վարդանի տան մեջ։ Փաստաթուղթը ուղղված է անոր գնոջ Նվարդ Օզանյանին եւ կբացահայտե Զորավարին անձնական կյանքին քիչ ծանոթ դրվագները։ Հրաքրին մեջ Անտրանիկ կդեղեկացնե իր առողջական վիճակին եւ ճամփորդության մասին։ Հայտնաբերված վավերակիրը կարևոր պատմական աղբյուր մնե, որ Զորավար Անտրանիկը կներկայացնե ոչ միայն որպես ազգային հերոս, այլ որպես ամուսին եւ մարդ։ Լիբանանի պաշտոնական աղբյուրներուն համաձայն Թբնին քաղաքին մեջ անօդաչու թռչող սարքի հարվածին հետևանքով մեկ մարդ զոհված է եւ եւս 11 հոգի վիրավորված են։ Միևնույն ժամանակ իսրայելյան լրատվամիջոցները կհաղորդեն, թե հարավային Լիբանանի մեջ ագանաբադ շենքի մեջ տեղի ունեցած պայթումին հետևանքով 2 իսրայելացի զինվոր զոհված է, իսկ եւս 7-ը վիրավորված են։ Դեպքը տեղի ունեցած է Իսրայելի եւ Լիբանանի միջև գործող հրատատարի պայմանավորվածության պայմաններում մեջ, որոնց խախտման համար երկու կողմերն ալ փոխադարձաբար մեղադրանքներ կհնչեցնեն։ Reuters լրատու գործակալության համաձայն Իրանի հետ 5 ամիս տևած պատերազմի ընթացքին ԱՄՆ զգալիորեն նվազեցուցած է բարձր ճշտությամբ հեռահար հրթիռներու վաշարները։ Գործակալության աղբյուրներուն համաձայն սպառազինության վաշարներու նվազումը մտահոգություններ առաջացուցած է Միացյալ Նահանգներու ռազմական պատրաստվածության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը կվստահեցնե, թե ԱՄՆ կշարունակե ունենալ բավարար զինամթերք անհրաժեշտ որևէ գործողություն իրականացնելու համար։ Խաղաղության հարցերում մասնակետ Էլեոնորա Սարգսյան նշած է, որ անի այցելությունը իրեն համար առանձնահատուկ եւ հուզիչ փորձառություն մներ։ Անոր խոսքով անին հայ ժողովրդի պատմական հիշողության եւ ինքնության կարևոր խորհրդանիշներն մեկն է, իսկ սահմանի մյուս կողմը Հայաստանի դրոշները տեսնելը խորը զգացումներ առաջացուցած է։ Սարգսյան նաեւ ընդգծած է, որ անին հայրուն համար պատմամշակութային արժեք ունի եւ կներկայացնե պատմական հիշողությունը, այլ ոչ թե տարածքային պահանջ։ Կոմիտասի թանգարան հիմնարկին մեջ բացված է Գրիգոր Խանջյան 100 նկարիչը եւ գիրքը ցուցահանդեսը, ուր ներկայացված են Բարույր Սևագի անլրելի զանգակատունին համար Գրիգոր Խանջյանի ստեղծած մոտ 40 արխիվային լուսանկարներ եւ փաստաթուղթեր։ Ցուցահանդեսը կներկայացնի Խանջյանի ստեղծագործական ուղին եւ Կոմիտասի գերբարի պատկերավորման նկատմամբ անոր յուրահատուկ մոտեցումը, ընդգծելով այս նկարազարդումներում բացառիկ արժեքը հայ գրքարվեստին մեջ։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Արցախի հարցերով հանձնաժողովի նախագահ Աշոտ Հարությունյան գոչ ուղղած է փաստագրելու եւ ուսումնասիրելու Շուշիի մեջ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը։ Աշոտ Հարությունյան հայտարարած է, որ վերջին տարիներուն Բաքվի պատմագեղձարարները կփորձեն հայկական եկեղեցիներն ու արձանագրությունները ներկայացնել որպես այլ ժողովրդի մշակութային ժառանգություն։ Անոր խոսքով պատմական փաստերու նման մեկնաբանությունները հիմնված չեն գիտական մեթոդաբանության վրա, այլ կծառայեն նախապես ձևավորված քաղաքական հպարտությունյան շեշտած է, որ մշակութային ժառանգության պահպանման կարևոր նախապայմանը անոր իրական պատմության նկատմամբ հարկանքն է, որովհետև պատմական ինքնության խեղաթյուրումը կվտանգի նաև ժողովրդի պատմական հիշողությունը։ Հացը հայ ժողովրդին համար միայն սնունդ չէ, այլ ազգային ինքնության, ընտանիքի եւ մշակութային ժառանգության խորհրդանիշ։ Հեղինակը մանկության հուշերու միջոցով կներկայացնե, թե ինչպես հացի պատրաստությունը կմիավորեր ընտանիքը, կսորվեցներ արժևորել աշխատանքը եւ հարգել հացը։ Հայկական հացը, հատկապես լավաշը, տարեր շարունակ պահպանած է հայու ինքնությունը թե Արևմտյան Հայաստանի մեջ, թե Սփյուռքի տարածքին, մնալով ազգային արժեքներու եւ պատմական շարունակականության խորհրդանիշ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։